Ինչով պետք է ավարտվեն Փաշինյանի իշխանության բախումները եկեղեցու հետ։ Եթե ինձ եք հարցնում, ես անկեղծ ասած չգիտեմ, որովհետև եթե շարունակվի նույն մարտավարությունը կառավարության ղեկավարի կողմից, կարծում եմ, որ ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու դրանք։ Մենք միայն աղոթող ենք, որ նմանատիպ ծայրահեղ դրսևորումներ, հայհոյախոսություններ, ագրեսիվ պահվածք չդրսևորվի, որովհետև ի վերջո թե եկեղեցին եւ թե պետությունը ազգի հիմնասյուներն են եւ պետության կառավարումը հանձնված է այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետին։ Հետևաբար պետք է հստակ կշռել, նայել, թե այդ քաղաքականությունը, այդ ագրեսիվ, հայհոյախառն, վիրավորական քաղաքականությունը ուր է տանում։ Ըստ իս ոչ մի լավ տեղ չի տանում դա։ Եկեղեցին пассив չէ, այդպես են տպավորությունները հանրության, արդյոք եկեղեցին пассив չէ։ Գիտեք, նայած թե մենք ինչ ենք հասկանում пассив բառի տակ։ Հիմա եթե հարցնենք Հայաստանի որևէ պարզ քաղաքացու 3 միլիոն քաղաքացի կա, կարող է 3 միլիոն տարբեր մեկնաբանություններ լինեն, էլի пассив բառի։ Եկեղեցին пассив չէ, եկեղեցին գործում է այն սկզբունքի համաձայն, որ ինքը եկեղեցին նախ եւ առաջ մայրն է, նախ եւ առաջ պարտականություն ունի իր զավակներին եւ խրատելու, եւ ուղղորդելու, եւ եկեղեցին միշտ բնականաբար պետք է մնա իր բարձրության վրա որպես Քրիստոսի մարմին։ Մենք սա միշտ մոռանում ենք։ Եկեղեցին հո թուրթվանք չի հանելու ընկնի ժողովրդի մեջ։ Եկեղեցին ներողամտության առաջին օրինակը պիտի տա։ Եվ բնականաբար չի կարելի ասել այս դեպքում, որ եկեղեցին пассив է։ Ինչ պիտի անի, որ пассив կամ ակտիվ լինի։ Եկեղեցին ինքը գիտի իր ժողովական համակարգով Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Սրբազան հայրերի նախագահությամբ, Էջմիածնի միաբանության, թեմի առաջնորդների եւ այլն, տեսեք, ես քանի շերտ թվարկեցի։ Այդտեղ пассивության կամ ակտիվության հարց չկա։ Եկեղեցուն որոշումները առնվում են ըստ եկեղեցու նվիրապետական կառուցվածքի եւ բանավոր եւ գրավոր արձանագրված կանոնների։ Իսկ ուսակրոնության դրժողներ կան, այդպիսի քննարկում եղել է եւ ինչ պատիժ է հասնում ըստ էության։ Փաշինյանը շարունակում է այդ թեզը առաջ տանել։ Գիտեք, դուք ինչպես կզգաք, եթե ես ձեզ հարց տամ օրինակ, իսկ դուք մեղք գործել եք, մահացու մեղք գործել եք, ես ձեզ եթե այդպիսի հարց տամ, դուք ինչպես կզգաք ձեզ։ Անձնապես խորքում վիրավորված չեք զգա, անկեղծ ասեք միայն։ Այսինքն, ինչպես կարելի է չափել մարդու հոգևոր աշխարհը մեկ, ինչպես կարելի է չափել մարդու գործած արարքից հետո նրա ներաշխարհում տեղի ունեցողը, ապաշխարություն է, ապաշխարություն չէ, ի վերջո մարդկային հոգին անմահության մասնիկ է եւ Պողոս Առաքյալն ասում է, ով գիտի մարդու մասին ավելի, քան մարդու հոգին։ Մենք ինչպես կարող ենք դա չափել։ Հիմա ես ինչպես ելնեմ, ինչ անեմ, ելնեմ բոլորին, ինչ մտքովս անցնի, սկսեմ Ես գիտեք, ես էլ եմ գաղտնիքներ լսում, ես էլ եմ խոստովանություններ լսում, չնայած անշուշտ խոստովանություն հրապարակելը կարգալուծությամբ է պատժվում, բայց ես էլ եմ չէ լսում գաղտնիքներ, խոսում են մարդիկ ինձ հետ, բացվում են, կիսվում են, այսինքն ինչ անենք, նույն մոտեցումով սկսենք ոչ քրիստոնեական այդ մոտեցմամբ Ես ձեզ նոր ասացի, դուք ինչպես կզգաք, եթե ես ձեզ նման հարց տամ եւ դրական պատասխանից հետո ասեմ, դե գիտես ինչ աղջիկս, եկեղեցու դուռը այնտեղ է, դուրս եկեղեցուց։ Ինչպես կզգա մարդ իրեն։ Գիտեք, ամեն մարդ, հոգեվորական թե աշխարհական, մեղավոր է, ասվում է, չէ, համընդհանուր դարձած ճշմարտությունը եւ մարգարեական գրքերում կա, եւ Սաղմոսաց գրքում կա, եւ Պողոս Առաքյալն է դա մեջ բերում։ Ով է այն մարդը, որ կապրի ու մեղք չի գործի։ Այսինքն մենք ինչ ենք ուզում անել, ինչ ենք ուզում կերտել, դա ինչ շատ հետաքրքիր է, այսինքն ինչ որ 100%-անոց անթերի, ինչ որ ոչ, մենք մարդիկ ենք, մենք մեղավոր ենք եւ մենք ունենք թերացումներ եւ հենց դա է ամենակարևորը, երբ հոգեվորականը եւ աշխարհականը զգում է, որ ինքը ունի թերացումներ, ինքը ունի մեղքեր եւ ինքը սկսում է ապաշխարել։ Գիտեք ինչ է, բացեք Նարեկացու Աղոթամատյանը 95 գլուխ, 95 գլխում էլ մարդը ապաշխարում է, չնայած տիեզերական եկեղեցու սրբերից մեկն է։ Այսինքն չի կարելի այդ մոտեցումով, դա քրիստոնեական մոտեցում չէ։ Ես ասում եմ, ես չգիտեմ որտեղից է սկսվել դա։ Հարց տվեցիք, չէ՞, կուսակրոնության ուխտը դրժողներ կան։ Ինչպես ես իմանամ կամ ինչպես ես կարող եմ այդ հարցին պատասխանել, որ շատ նեղ անձնական հավատքի
շատ նեղ անձնական հավատքի իմաստով հարց է։ Հիմա մեկը եթե ամուսնացած է, հարցնեմ դու կնոջդ դավաճանել ես, դու ամուսնուդ դավաճանել ես, ասա շուտ արա։ Դա էլ է չէ ուխտ։ Խորանի առաջ ուխտ է չէ արվում։ Ու պարտադիր չի լավ եկեղեցում էլ ամուսնանաս, բայց ի վերջո բարոյական իմաստով, էթիկայի իմաստով պարտականությունը չէ ուխտ է։ Հիմա ինչ պետք է անենք, եթե այդպես լինի, ինչ անենք, մենք ամեն մտնողին հարց տանք, հա, հարցաշար պատրաստենք ու սկսենք հարցերով մեր հարաբերությունները մարդկանց հետ կառուցել, դա եկեղեցու մոտեցումը չէ եւ դա քրիստոնեական չէ, ըստ իս։ Քիչ առաջ կրկին իմ գործընկերները ազգային ժողովից փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի ամբիոնից կրկին հայտարարել է, որ կաթողիկոսը պետք է խաղաղ հեռանա։ Դե ինչ ասեմ, չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ մի 50 անգամ երևի մեկնաբանել են, մի 50 անգամ պարզաբանել են, որ եկեղեցու կարգ ու կանոնով ներքին հարցերը լուծվում են այդպես ընկալյալ կարգի համաձայն։ Հիմա ես էլ ինչ մեկնաբանեմ։ Այս դեպքում դժբախտաբար կրկնությունը գիտության մայրն է, խոսքը չի աշխատում։